Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կառավարի մասին նախամարոտ։ Ազգային ժողովում խորհրդարանականները քննարկել են 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթը կառավարության ամփոփիչ բյուջեն է, որում ներկայացվել են այն առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել կառավարության ծրագրով։ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին եւ այլ հարցերի։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը այսօր տարածած հայտարարության մեջ պնդել է, թե Երևանը ցանկանում է երկիր ներկրվող ռուսական ցորենի առնվազն մի մասը փոխարինել ուկրաինականով։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը, որակելով այն բացարձակ անհեթեթություն։ Կոպենհագենում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բիերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան ԵՄ գործընկերության խորացման հարցեր։ Կայացել է նաև Միրզոյանի հանդիպումը դանիացի գործընկերոջ Լարս Լոկե Ռասմուսենի հետ։ Նախ տեղի է ունեցել առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի եւ Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը։ Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել են 3 կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռի սևարկղը, հայտարարել են նախագահ Ռեջեփ Էրդողանը, հավելելով, որ քննությունը շարունակում է վթարի պատճառը պարզելու համար։ Ազգային ժողովում խորհրդարանականները քննարկել են 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդգծել է, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթը կառավարության ամփոփիչ բյուջեն է, որում ներկայացվել են այն առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել կառավարության ծրագրով, միաժամանակ հայացք ուղղելով դեպի խաղաղության եւ զարգացման նոր փուլ։ Կենտրոնական բանկի նախագահն էլ 2026 թվականի պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելիս նշել է, որ հաջորդ տարի հարկաբյուջետային քաղաքականությունը առաջնորդվելով 5.4% տնտեսական աճի ապահովման ելակետից։ Ազգային ժողովն այսօր ևս շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ Խորհրդարանը նախ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրվա հարցերը, ապա քննարկեց 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթը կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը։ 2026 թվականի բյուջեով ամփոփվել են այն առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել կառավարության ծրագրով, միաժամանակ հայացք ուղղելով դեպի խաղաղության եւ զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիներին։ Նախարարը խոսեց բյուջեի ճկունության եւ արագ փոփոխվող աշխարհի արդի մարտահրավերներին դիմակայելու կարեւորության մասին։ Ըստ Վահե Հովհաննիսյանի, տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում տնտեսության կայունությունը պետք է ապահովվի նորարարությունների եւ մարդկային կարողությունների հավասարակշռված ներդրմամբ։ Նախարարի խոսքով յուրաքանչյուր հայաստանցի պետք է բարենպաստ պայմաններում ստեղծարար միտքն արտահայտելու եւ այն գործարկելու հնարավորություն ունենա։ Ի դեպ, ընդգծվեց, որ առաջին անգամ բյուջեն քննարկվում է խաղաղության պայմաններում։ Մեր որոշումների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ ապրող մարդը։ Այս տրամաբանությամբ արվարձան կամ պերիֆերիա ասվածն այլևս գոյություն չունի։ Ողջ Հայաստանի Հանրապետությունը կենտրոն է, այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ ինքնին։ Կենտրոնի մաս են այն բոլոր համայնքները եւ բնակավայրերը, որտեղ մենք հսկայական ներդրումներ ենք իրականացնում հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները, դպրոցներն ու մանկապարտեզներն են եւ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ որ նույնն է թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը, որի ազդեցությունը զգում է յուրաքանչյուրը։ Մեր մոտեցումների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա ոչ միայն տեսանելի է, այլ նաև չափելի։ Ըստ Հովհաննիսյանի, իրականացված քաղաքականությունն արտահայտվում է ֆինանսական կայունության, եկամուտների աճի, ներդրումային միջավայրի վերափոխման եւ տնտեսության ներառական ու երկարաժամկետ աճի մեջ։ Մեր տեսլականը պարզ է։ Ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական
և մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքականության, հեռատեսության և առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է։ Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 26 թվականի ընտրական տարվա մեր բյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում։ Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ և երկարաժամկետ հնարավորությունները, գտնելով դրանց հավասարակշռման կետը, միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունն ու նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է անվանել իսկապես աննախադեպ մոտեցում։ Գերատեսչության ղեկավարը նշեց, որ 2026 թվականին նախատեսվում է 5,4% տնտեսական աճ, գրեթե հասնելով հնայի 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է նախնական կանխատեսումները։ Բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4,5%-ը 2025 թվականի 5,5%-ի դիմաց։ Նախարարը խոսեց նաև 2021-ից 26 թվականներին իրականացված բարեփոխումների, բյուջեի աճի թիրախների և հարկեր հնաաճի մանրամասների մասին։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4,5%-ը, 25 թվականի 5,5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8%։ Նշվեց, որ 2026-ին կներդրվի անկանխիկ գործառնություններից համընդհանուր վերադարձի համակարգը։ Այն քաղաքացիները, որոնք Հայաստանի տարածքում անկանխիկ գործարքներ կկատարեն իրենց առկա քարտերով, յուրաքանչյուր ամիս իրենց գործարքների մասով կստանան 2% վերադարձ։ Այստեղ սակայն որոշ սահմանափակումներ կան, խաղային ոլորտի գործարքներն ու մի քանի այլ գործառնություններ դուրս կլինեն այս համակարգից։ 2021-ից 26 թվականների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն աճել է մոտ 60%-ով։ Առողջապահության ոլորտին նախատեսվել է հատկացնել 211 միլիարդ դրամ, որը 2021-ի համեմատ աճել է 88 միլիարդ դրամով կամ 71%-ով։ 2026-ին քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով ներդրվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այդ նպատակով 2026 թվականին 2025 թվականի համեմատ ծախսերն ավելացել են 44 միլիարդ դրամով կամ 26,6%-ով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 420 միլիարդ դրամ, որը 2025 թվականի հաստատված բյուջեի մակարդակը գերազանցում է 57 միլիարդ դրամով։ Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 74 միլիարդ դրամ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 325 միլիարդ դրամ։ Սա մեր հնգամյա ճանապարհի ամփոփիչ բյուջեն է, սակայն այն միաժամանակ նաև հաջորդ կառավարության գործունեության 2 տարիների ուղենիշային բյուջեն է, քանի որ առաջին անգամ բյուջեն ներկայացնում ենք 3 տարվա հորիզոնով, որը պլանավորման մշակույթի հետևողական բարելավման ևս մեկ դրսևորում է։ Այս բյուջեն մարդու մասին է, որպես պետության շարժիչ ուժի, ում աշխատանքի ստեղծարար անսպառ ներուժի և վստահության հիման վրա է կառուցվում մեր ապագան։ Այնուհետև նախարարը ներկայացրեց տարբեր ոլորտներում իրականացվող ու բարեփոխումների օրակարգը, մանրամասն խոսեց պետական պարտքի մասով իրականացվող քաղաքականության, ֆինանսական շուկայի ընձեռած հնարավորությունների, ներդրումային ու հարկային քաղաքականությունների դրական միտումների, հարկային վարչարարության, գնումների համակարգի և ոլորտային այլ դրական տեղաշարժերի և ֆինանսական հատկացումների աճող տեմպերի մասին։ Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական գործընթացներին, առաջիկա տնտեսական կանխատեսումներին և գնաճային տատանումներին։ 2026 թվականի պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է։ Այն միավորում է աշխատանքը, ջանքը, ստեղծարարությունը, պատասխանատվությունը և հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Մենք կառուցում ենք մի Հայաստան, որտեղ աճը ոչ թե վերևից տեսանելի ցուցանիշ է, այլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցություն, որտեղ հնարավորությունները ընդլայնվում են, իսկ վստահությունը ամրանում։ 2026 թվականի պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահը։ Նրա խոսքով 2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Փաշինյանը կարծում է, որ խաղաղությունը կլուծի մնացած բոլոր հարցերը։ Վարչապետը մեկնաբանել է նաև Facebook-ում իր կատարած գրառումը, թե սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնել Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական ժամանակի քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Հիմա էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը։ Վարչապետը շեշտել է, նման ձևակերպումները պատմական ճշմարտությունից հեռու են եւ նպատակ ունեն խեղաթյուրելու իրականությունը։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնում։ Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե իբր ինքը բանակցությունների ընթացքում կտրուկ փոխել է դիրքորոշումը, դրանով հանգեցնելով պատերազմի, վարչապետը նշել է. Իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային։ 2018 թվականից դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ինչ վերաբերում է Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապա վարչապետը նշել է, որ դրանք շարունակական են։ Մենք ամենօրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Նա հավելել է, որ Հայաստանը որդեգրել է ճկուն քաղաքականություն, յուրաքանչյուր փուլում առաջնորդվելով պետական շահի գերակայությամբ։ Հենց դրա համար, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Օրեր առաջ Փաշինյանն իր սոցիալական էջում գրել էր, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվեն Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Նա ճեպազրույցում անդրադառնալով անկլավների խնդրին եւ սահմանազատման գործընթացին ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը բանակցությունների թեմա լինել չի կարող։ Չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետեւ չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Նրա խոսքով հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման ճանապարհով, առանց որևէ ուժային սցենարի։ Փաշինյանի պնդմամբ սահմանազատման արդյունքում պետք է հստակ արձանագրվի երկու երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Երբ այդ շրջանակը ձևավորվի, հնարավոր կլինի քննարկել մնացած բոլոր կոմբինացիաները։ Վարչապետը նաև շեշտել է, որևէ սցենար, այդ թվում տարածքների փոխանակման տարբերակ չի կարող իրականացվել առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ արտահայտման։ Փաշինյանը նշել է, որ սահմանազատման ամբողջ իրավական հիմքը ձևավորվելու է երկու երկրների հանձնաժողովների համատեղ կանոնակարգով եւ գործընթացն ընթանալու է հենց այդ շրջանակում։ Փաշինյանն արձագանքել է նաև Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին, թե իբր ինքը բանակցությունները փակուղի է տարել, ինչն էլ դարձել է պատերազմի պատճառ։ Վարչապետը հակադարձել է նախկին երկու նախագահներին, ընդգծելով, եթե 2018 թվականին պատերազմ չկար, ապա ինչու էին մինչև այդ սահմանին զինվորներ զոհվում։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Նա նաև հավելել է, որ նախատեսում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաթեթը, բացատրելով այդ որոշման պատճառը։ Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։
Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Ըստ վարչապետի, երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, պարզ կդառնա իրականում ում կառավարման տարիներն է խախտել ռազմական բալանսը։ Վարչապետը հավելել է, մինչև տարեվերջ հանրությունը կտեսնի 2016 թվականի հուլիսի եւ օգոստոսի բանակցային առաջարկները, նաեւ Սերժ Սարգսյանի այն նամակը, որի գաղտնազերծման գործընթացն արդեն մեկնարկել է։ Նա նաեւ արձագանքել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, մասնավորապես այն հայտարարությանը, ըստ որի 2018 թվականի իրադարձությունների օրերին Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն, եթե նա հանդարտեցնի փողոցը։ Վարչապետը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը, ընդգծելով, որ նման խոսակցություն երբեք չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Լսեք, ինչ լավ է այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի։ Փաշինյանը պատմել է նաեւ, թե ինչպես է տեղի ունեցել իր հանդիպումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Փաշինյանի խոսքով Կարապետյանն իրեն է փոխանցել Սերժ Սարգսյանի առաջարկը ազատ արձակման դիմաց դադարեցնել հեղափոխական շարժումը։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում, ես ասել եմ ոչ։ Վարչապետը հավելել է, որ Կարապետյանի հետ խոսակցությունը եղել է ենթատեքստերով եւ այդ ընթացքում նա հասկացել է, որ առաջարկվում է նոր քաղաքական լուծում Կարապետյանի մասնակցությամբ։ Նրա խոսքով Կարապետյանը հետագայում վերադարձել է փոխանցելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, սակայն միայն ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո կամ հունիսին։ Ես ասել եմ, դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է, ընդունել է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պատարակներին իր մասնակցությունից, ընդգծելով, որ դա քաղաքական ակցիա չէ, այլ անձնական հավատքի դրսևորում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։ Որովհետև դուք ասում եք գնում եք պատարակի, մարդիկ չեն հապի, մենք պատարակի ենք գնում, ես պատարակի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե իբր Հայաստանը կրճատել է պաշտպանական ծախսերը եւ զինաթափել է բանակը, Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է լրագրողներին հրավիրել ծանոթանալու վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությանը։ Ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչների, եթե պայմանավորում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի են լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք։ Այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Վարչապետի խոսքով նախկինում միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք վաճառել Հայաստանին, քանի որ չունեն երաշխիք, որ այն չի օգտագործվի միջազգային իրավունքի տեսանկյունից չճանաչված տարածքներում։ Փաշինյանն ի դեպ խոստացել է հետագայում ավելի մանրամասն ներկայացնել ձեռքբերումներն ու նոր ռազմական կարողությունները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցվաշենը Հայաստանի տարածքն է եւ ինքը սահմանադրորեն պարտավոր է խոսել դրա վերադարձի անհրաժեշտության մասին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Արցվաշենին, այլև Ջերմուկի, Սյունիքի եւ Տավուշի որոշ հատվածներին, նշել է նա։ Անդրադառնալով Արցախի խնդրի չկարգավորելու ու պատերազմի հանգեցնելու վերաբերյալ ընտրության կողմից իշխանության հասցեին, ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչեցած հարցերի մեղադրանքներին Ռուբինյանը նշել է։ Նրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը, մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2,
Նույնիսկ եթե այդ ձեր պատկերացրած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի, կամ 7 շրջանով, կամ 5+2, կամ Լաչինի-Վիչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի-Միչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաստ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց է ավարտվում։ Նորմալ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետև ինքը հակառակ կողմն է, պետք է հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը։ Էս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Նիստից հետո տեղի է ունեցել նաև օրենսդիր գործադիր մարմինների հարցոպատասխանը, որին հետևել է մեր գործընկեր Դիանա Դավթյանը։ Թրամփի ուղու շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2026 թվականի երկրորդ կեսից, հայտարարեց Հայաստանի ղեկավարն ու մանրամասնեց։ Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած երթուղով, քանզի այլ հատվածում նոր երկաթուղի կառուցելը իրատեսական չէ։ Ճանապարհային քարտեզը հետևյալն է։ Մինչև տարվա վերջ մենք այսպես ասած թղթի վրա պետքա նկարագրենք բոլոր մանրամասները 2026 թվականի առաջին կեսին պետքա համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետքա սկսեն շինարարական աշխատանքները։ Էսա պլանը, բայց ես ընդ որում սա նորություն չի, բայց ես սրա մասին չէի ուզում ասեի, այսօր էլ չէի ուզում ասեի։ Ինչի? Որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ սենց պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում։ Վարչապետը վերահաստատեց, գործընթացը հիմնված է Վաշինգտոնի հռչակագրով ամրագրված սկզբունքների վրա։ Այն է տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն։ Թրիփի միջոցով նախատեսվում է ապահովել կապը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունը հանգեցրել է նրան, որ սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ խթան կա։ Փաշինյանին երկրորդեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հենց նա էլ ղեկավարում է երկու երկրների միջև սահմանազատման հայկական կողմի հանձնաժողովը։ Բացի դա, նաև իհարկե ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Երկուսն էլ այո սահմանազատումը, բայց այդտեղ հնարավոր է որ ինքը արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք, բայց առանցին անկախ դրանից մենք մեր գործընթացը վստահ եմ որ կշարունակենք։ Գրիգորյանը հիշեցրեց նաև սեպտեմբերին կայացած փոխայցելությունների մասին, սակայն նրա տեղեկացմամբ բացի այս կան նաև աշխատանքային առանձին շփումներ, որոնք կրկին վերաբերում են սահմանազատման գործընթացի շարունակությանը։ Այդ շփումները եւս փոխվարչապետը կառուցողական գնահատեց։ Ադրբեջանի հետ բանակցությունները կառուցողական դաշտում շարունակելու եւ Հայաստանի ապաշրջափակման համատեքստում իշխանությունը կարևորում է օրինակ Ղազախստանից Ադրբեջանի
տարածքով ներկրված ցորենի փաստը։ Հիշեցնեմ, ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին, անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է մոտ 1000 տոննա ցորեն։ Այս գործընթացին նախորդել էր Իլհամ Ալիևի հայտարարությունը այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այնուհետև Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, թե Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Այս հայտարարությունը Հայաստանում բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Անդրադառնալով մատակարարված ցորենի որակին եւ դրա շուրջ ծավալվող քննարկումներին, վարչապետը ընդգծեց. Ցանկացած ցորեն ինքը շուկայական ապրանք է։ Ես հələ չեմ այդքան բան անում։ Կա ապրանք, կա ցորեն ապրանք, կա, չգիտեմ, 1000 ու մի ապրանք, կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 80-րդ, 90-րդ տեսակի ապրանք, ինքը ունի գին։ Ինքը ունի գին։ Եվ ինքը ունի լոգիստիկա։ Հիմա նոր ճանապարհով X ապրանքը A կետից եկել է հասել B կետը։ Հիմա ցորեն ինչպիսին է, այդ նախ այդ գնումը իրականացրել է, կառավարությունը չի իրականացրել, այդ գնումը իրականացրել է մասնավորը իր կարիքների համար։ Այսինքն գնացել է շուկա, ապրանք է առել, կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել այդ ճանապարհով։ Այսինքն, այս ինչ թեմա է, որ, չգիտեմ, 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է 1260-րդ սորտի լինի։ Մարդ է գնացել է, ինքը իր փողը տվել է, ինքը իր փողը, դա բյուջեի փող չի, ոչ մեկի փողը չի։ Գնացել է ապրանք առել, բերել է, պետք է բերեր ուրիշ դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով։ Ինչու՞մ է խնդրեմը։ Մինչև այս էլ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով կրկին գնացքով Հայաստան էր տեղափոխվել նաեւ Ռուսաստանից ձեռք բերված ցորենը, նույնպես մոտ 1000 տոննա։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաս շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք, ինչ ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղ։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել մեր առաջարկներ կան։ Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են, կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք։ Գինը հետաքրքիր կլինի, հա, գին որակ բնականաբար։ Հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի։ Ինչու՞մ է խնդրեմ։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը օրերս հայտարարել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է, այսպես ասած, անջատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Կիևին, գնելով ուկրաինական հացահատիկ, չնայած դրա ավելի բարձր գնին։ Ըստ նույն աղբյուրի Երևանը իբրև մտադիր է գերավճարի տարբերությունն էլ փոխհատուցել Եվրամիության տրամադրած միջոցներով։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց նաև ռուսական կողմի այս պնդումներին։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 2022 թվականի գարնանը ասում էր բացառված է, որ սահմանին էսկալացիա լինի, որովհետև հապկը ընդեղ է։ Եվ էլ չասեմ դա ինձ առաջ ինչ էր ասում։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառված է, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլ այդ դաշտեր արտաքին հետախուզական ծառայությունը։ Ձյանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը այսօր տարածած հայտարարության մեջ պնդել է, թե Երևանը ցանկանում է
երկիր ներկրվող ռուսական ցորենի առնվազն մի մասը փոխարինել ուկրաինականով։ Հայերը քաղաքական նպատակներից ելնելով ցանկանում են պոկվել Մոսկվայից եւ իրենց անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերել Ուկրաինայից։ Խնդիրը սակայն այն է, որ ուկրաինական ցորենը մոտ 50% ավելի թանկ է։ Պնդել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Գերատեսչության պնդմամբ Հայաստանը ցանկանում է, որ գնային տարբերությունը փոխհատուցի ԵՄ-ն։ Նիկոլ Փաշինյանը այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքել է այս տեղեկատվությունը, որակելով այն բացարձակ անհեթեթություն։ Իսկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում։ Կոպենհագենում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բիերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, կարևորել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի դիմակայունության, այդ թվում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Նախարարները քննարկել են նաև Հայաստանի եւ Դանիայի միջև երկկողմ ոլորտային գործակցության զարգացման հարցեր, ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, դիվերսիֆիկայի ուղղություններով։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում եւ դրանից անդին տնտեսական գործակցության զարգացման նոր հնարավորությունները։ Կայացել է նաև Միրզոյանի հանդիպումը դանիացի գործընկերոջ Լարս Լոկե Ռասմուսենի հետ։ Նախ տեղի է ունեցել առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի եւ Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը, նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղված աշխատանքները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համատեքստում անդրադարձ է կատարվել կապուղիների ապաշրջափակման հնարավորություններին, որոնց արդյունավետ իրացումը կնպաստի նաև Եվրոպական կենտրոնական Ասիայի հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը։ Ի դեպ, Միրզոյանը եւ Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի եւ Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխմբռնման հուշագիր, որով ընդգծվում է Հայաստան-Դանիա եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունների հետագա խորացման կարեւորությունը։ Շարունակում ենք թողարկումը, հայտնաբերվել է 3 կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռի սևառքը։ Հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, հավելելով, որ քննությունը շարունակվում է վթարի պատճառը պարզելու համար։ C-130 ինքնաթիռը, որը Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա, աղետի է ենթարկվել 3 Վրաստանի տարածքում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 20 թուրք զինծառայողները զոհվել են։ Նրանցից 2-ի դիերը դեռ չեն հայտնաբերել։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայից 46 հոգանոց խումբ է ուղարկվել վրացական իշխանությունների հետ միասին, որոնց ուղղափրկարարական գործողություններ իրականացնելու համար։ Երևանում կայացել է Robust Armenia 2025 կոնֆերանսը, մեկ հարթակում էր համախմբել պետական, մասնավոր եւ միջազգային կառույցներին քննարկելու Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման եւ արդյունավետության բարձրացման ուղիները։ Կոնֆերանսի գործընկերներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է իր փորձը եւ նախաձեռնությունները կանաչ էներգետիկայի կայուն զարգացման ու պատասխանատու արդյունաբերության ուղղությամբ, ընդգծելով, որ էներգարդյունավետությունը ոչ միայն տնտեսության, այլև ապագայի մտածողություն է։ Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկեց Robust Armenia 2025 կոնֆերանսը, որը կրում էր «Արդյունավետությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագիրը։ Միջոցառման հիմնական նպատակը Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, արդյունավետության բարձրացման եւ կայուն զարգացման սկզբունքների խթանումն է, պետական, մասնավոր եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Կոնֆերանսը միավորեց ոլորտի առաջատար փորձագետներին, ներդրողների եւ խոշոր ընկերությունների ղեկավարներին, քննարկելու էներգետիկ փոխակերպման գլոբալ մարտահրավերները եւ դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Այս տարվա գործընկերների թվում էր նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը եւ ամենամեծ էներգիա սպառող կազմակերպությունը։ Ընկերության ներկայացուցիչները կոնֆերանսում ներկայացրեցին իրենց դիրքորոշումը էներգետիկ արդյունավետության, կանաչ փոխակերպման եւ պատասխանատու արտադրության ուղղությամբ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ հանքարդյունաբերությունն անմիջական եւ կենսական կապ ունի էներգետիկ անվտանգության հետ։ Էներգետիկ անվտանգությունը այսօրվա աշխարհում երևի ամենակարևորագույն
հարցերից է, որտեղ դա հենց անվտանգության առաջի գրավականերից է ցանկացած երկրի։ Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ էներգետիկ փոխակերպում անցնում ամբողջ աշխարհը, դա գլոբալ գործընթաց է, եւ առանց հանքարդյունաբերության այդ փոխակերպումը պարզապես անհնարին է պատկերացնել։ Ըստ նրա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջիններից է Հայաստանում, որն իր տարեկան կայուն զարգացման զեկույցներում թափանցիկ կերպով արտացոլում է ինչպես ձեռքբերումներն, այնպես էլ բացթողումները։ Զանգեզուրը կամ ով չգիտի իր համար, Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության համար մեկ էներգա օգտագործող կազմակերպությունն է եւ հենց դրանից կախված միգուցե մենք առաջինը պետք է ձեռնարկենք քայլեր, միգուցե նվազեցնենք էներգիայի մեր օգտագործման ծավալները կամ եթե չեն կարողանում նվազեցնենք ծավալները, գոնե վերականգնող էներգիայի օգտագործումը շատացնենք։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանն ընդգծեց, որ էներգետիկան տնտեսության առանցքային հենասյունն է եւ դրա արդյունավետության բարձրացումն անմիջապես կապված է երկրի տնտեսական աճի հետ։ Ամբողջ աշխարհը հազարամյակներ շարունակ եղել է, վառել է ինչ-որ վառելիք, այսինքն դա լինի փայտ, քարածուխ, նավթ, գազ, այդ հազարամյակներից հետո մենք անցնում ենք նոր ինչ-որ մի իրողության, երբ վերականգնող էներգետիկան է լինելու հիմնական էներգիայի աղբյուրը, այսինքն արևային, քամի, հիդրոէներգետիկա եւ դա լրիվ վերափոխելու է ամբողջ աշխարհը եւ բնապահպանական առումով եւ այն առումով, որ երբ որ այդ կետին հասնենք, որ վերականգնող էներգետիկան լինի հիմնական էներգետիկան, ինքը նրա գինը, էներգետիկայի գինը շատ էժանանալու է։ Ջհանյանի խոսքով Հայաստանի էներգետիկ համակարգը դեռ պետք է հարմարվի այս փոփոխություններին։ Ըստ նրա, կան խնդիրներ բաշխիչ ցանցերի պատրաստվածության եւ էներգիայի կուտակման համակարգերի հետ։ Էլեկտրոէներգիան դա փչացող ապրանք է, եթե ցենց պատկերավոր ասենք, ինքը հենց արտադրվեց միանգամից պետքա սպառվի մի ակնթարթում, այլապես ինքը կորում է եւ այդ առումով շատ կարեւոր է կամ ժամանակին, երբ որ արտադրվում է, հասցնել սպառողին այդ ակնթարթում, կամ էլ դա կուտակել կուտակիչների միջոցով, մարտկոցների միջոցով, որ սպառումը եւ արտադրությունը, գեներացիան եւ սպառումը իրար գան բալանսավորվել։ Այդ առումով մեծ խնդիրներ կան եւ Հայաստանում պետք է փոփոխություններ անել օրենսդրական, որ այդ դիսբալանսը, այսպես ասած, սպառման եւ գեներացիայի վերանա, կուտակման ձևով կամ ճիշտ բաշխման ձևով եւ այդ դեպքում հնարավոր է ունենալ շատ հիմնավոր լավ էներգետիկա եւ դա կլինի հիմք մեր տնտեսական գերազանց աճի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է լինել էներգետիկ արդյունավետության եւ պատասխանատու արդյունաբերության առաջամարտիկը Հայաստանում։ Ընկերությունը ներդրում է նորարարական լուծումներ, նվազեցնելու էներգիայի սպառումը, մեծացնելու վերականգնվող աղբյուրների կիրառումը եւ նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը։ Զանգեզուրը մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջ առաջի հերթին, որովհետև նա արտադրում է այնպիսի մետաղ ամբողջ աշխարհի եւ Հայաստանի համար, առանց որի փոխակերպումը պատկերացնելը պարզապես անհնարին է, եւ երկրորդը կախված արդեն իր ծավալներից, իր մեծությունից, արդեն այլ պատասխանատվությունների շարք է բացվում, որոնք մենք պարտավոր ենք ուղղակի հետևել։ Ռոբուստ Արմենիա 2025-ի ընթացքում տեղի ունեցավ նաև ինչու եւ ինչպես դառնալ էներգաարդյունավետ, ինչ է իրական էներգաարդյունավետությունը թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում մասնագետներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները անդրադարձան էներգիայի խնայող օգտագործման արդիական մարտահրավերներին եւ դրա կիրառման լուծումներին։ Քննարկման ընթացքում շեշտվեց, որ էներգաարդյունավետությունը ոչ միայն տնտեսության, այլև ապագայի մտածողություն է։ Այն ներդրում է երկրի կայուն զարգացման, բնապահպանական հավասարակշռության եւ էներգետիկ անկախության ապահովման գործում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։